Սպահանի կենտրոնական նահանգի մրգի շուկային է բախվել իրանական ռազմական ուղղաթիռը եւ բռնկվել։ 2 օդաչու է զոհվել, 2 վաճառական։ Վերջին մեկ շաբաթում օդային երկրորդ տրանսպորտային միջոցն է կործանվում հարևան Իրանում։ Նախորդ շաբաթ Համադան նահանգի ռազմական օդանավի կործանման հետևանքով մի օդաչու մահացել էր, մյուսը փրկվել։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, եւ օդանավը, եւ ուղղաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ են կործանվել։ Միջազգային փորձագետների համոզմամբ Իրանն օդային անվտանգության վատ ցուցանիշներ ունի, հաճախ են վթարներ լինում, քանի որ դեռ իսլամական հեղափոխությունից առաջ այդ տրանսպորտային միջոցները ձեռք բերել։ Պատժամիջոցների պատճառով Իրանը չի կարողանում գնել օրիգինալ պահեստամասեր։ Խափանումներ են եղել Իրանի հետ հնարավոր գործողությունների համար Մերձավոր Արևելք ուղևորված Գերալդ Ֆորդ ավիակրում։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների կոյուղին է շարքից դուրս եկել, ավիակիրը տեղափոխել են հունական ափեր։ Ամերիկյան զինուժը բերված է 100%-անոց պատրաստվածության աստիճանի եւ կարող է ցանկացած պահի ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ։ Միջազգային agent Սուրեն Սարգսյանի համոզմամբ։ Թրամփի մի հրամանից է կախված իրավիճակի հանգուցալուծումը։ Հապաղում է նահանգների ղեկավարը մի քանի պատճառով։ Նախ Թրամփը պետք է ինչ-որ չափով հասարակական աջակցություն ստանա, որի արդյունքում դիմի գործողությունների։ Նա պետք է ցույց տա, թե բանակցելու հնարավորությունը սպառված է, իսկ Իրանը մոտ է միջուկային զենք ձեռք բերելուն։ Փորձագետները նաև հասկանում են, որ եթե ծանր հետևանքներ ունենա ռազմական օպերացիան, դա ուղղակի հարված կլինի Թրամփի եւ հանրապետականների վարկանիշին, ինչն էլ կարող է նոյեմբերին սպասվող կոնգրեսի ընտրություններին դառնալ հանրապետականների պարտության պատճառը։ Դեմոկրատներն առաջ բերեն իմփիչմենթի օրակարգ։ Թրամփի վարչակազմը շատ բան ունի հաշվարկելու, նկատում են միջազգային agentները, բայց սա չի նշանակում, թե ռազմական գործողությունների հավանականությունը փոքրանում է։ Իրանագետները կարծում են, վճռորոշ է լինելու հինգշաբթին Իրան-ԱՄՆ բանակցությունների 3-րդ ռաունդը։ Ակնհայտ է, որ իր դիվանագիտական ռեսուրսը Իրանի վրա սպառելու մտադրություն չունի Թրամփը։ Այս փուլում, եթե ձևական լինեն Ժնևում Վաշինգտոն-Թեհրան 3-րդ փուլի շփումները, չի բացառվում, որ նահանգները սահմանափակ հարված հասցնի Իրանին։ Այսօր Օման է մեկնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարեջանին։ Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի մշակած փաստաթուղթը օմանական խողովակներով հասնելու է ամերիկացիներին։ Դրանից է ինչ-որ առումով կախված 2 օրից նախատեսվող բանակցությունների օրակարգը։ Գանա Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։